Այսօրվա նյութիս խորակիրն է մեր մութ դեղը։ Զաստված բաշտելը շատ անձնական բան մն է։ Ադոր համար, եթե գնա քիչ մը բարձրացնել ցայնս փեմին վրա, քիչ մը, շատ քիչ։ Ադոր համար մեզի սպառնալիք գրնաթվիլ, մեզի գանանքստացնե երբեմն, որովհետև շատ անձնական բան մն է։ Հարաբերություն մն է, որ երկու ուղղությամբ կլա։ Բամը չէ, որ միան մենք գնենք, ինչպես փուջ աստվածներ բաշտողները, բամը գտնեն իրենց արջև, կամ իրենց միտքին մեջ, և թեպի անոր գարդասանեն, թեպի անոր գուդան, և այլն։ Երկու ուղղությամբ է մեզ համար, որև մեր աստվածը ողջ է, և գխոսի, և գմիջամդե, և գկործե, և շատ անգամ ադի գրնա մեզի անանքիստ սկացնել։ Այդ բաջարով ալ շատերս գրնալալ որտեքրենք մագերեսային աստված բաշտությունը։ Աստուծո բաշտենք մագերեսային ծևով, բնավ խորը չերտալով, բարև, ինչպես ես։ Եվ շատերու ամարալ գրոնական ծևով, բարդականությունները ընելով, ճիշտ ժամերուն, ճիշտ ծևերով և այլն, բարձաբես որ այդ բարդականությունը գադարած լանք և մեր խիղճը հանգստացուցած լանք, կամ ուրիշներու հաջեցուցած լանք, շատ անձնականին չերտանք, շատ խորը չերտանք, վերջեն շատ ուրիշ դուպեր բիտպացվին, ուրիշ նյութեր բիտպացվին և շատ բաներու հետ արդեն բավական գլխուցավ ունենք։ Եվ այդ բաջարով շատ անգամ մենք չենք օգտվիր աստուծմե։ Ադոր համար մենք չենք օգտվիր այդ սկանչելի կանցեն, որ մեզի համար մատչելի դարձած է, հիմա բոլոր աշխարհի վրա ամեն դեղ ամեն վարյան, նոր ուխտի օրերուն։ Եվ աս հարցը իրականության մեջ մենք մեր ցերկով որովհետև չենք գրնար լուծել և հիմա էլ չենք գրնար լուծել, որ մենք անգամեն մդերիմ դեղը մտնանք աստուծո հետ, մենք մեզմե, մենք մեր միջոցով, մենք մեր ծևով, աստված ինքը ըրավ, ինքը լուծումը դվավ և լուծումը Հիսուսն է։ Աստուծո որդին մարտացած, խաչված, հարություն արած, երկինք բարձրացած, Սուրբ Օքին ղրգած, որբեսի մեր մեջ, մեր հետ այդ մդերիմ հարաբերությունը և այդ մդերիմ դեղը գարելի դարձնե։ Եվ մեզ մեր յուրաքանչյուրը գրնանք դեղը գտնվիլ մեր հավատքի ճամփորդության մեջ և Աստված լավ գիտե ուր ենք յուրաքանչյուրս, որովհետև ինքը շատ մդերիմ ծևով նշանված է մեզի, մդերիմ ծևով միություն մգա, որ հաստատված է, այսինքն իր կողմե եղածը մագերեսային չէր, որբեսի գարելի լա, որ աս միությունը հաստատվի, իր կողմե եղածը ամենահարազատ ծևն է, որ հարազատ բարը գրնա բնավ նշանագել։ Մեկ հատ գուզեմ գարտալ Եբրայեցիներու նամակեն 4-րդ գլուխ 14-րդ համար, 14-16, այսպես կսե հեղինակը, կսե մենք, որ մեծ քահանայապետ մը ունինք երկինքը կացած Հիսուսը, Աստուծո որդին, ամուր բռնենք մեր թավանությունը, քանի ոչ թե այնպիսի քահանայապետ մը ունինք, որ կարող չլա մեր դգարություններուն գարեգիցը լալ, հաբա ինք ամեն գերբով փորձը արած է մեզի նման, բայց առանց մեղքի։ Ուստի ալ համարձակությունով մոտենանք շնորհած ատորին, որբեսի ողորմություն ընդունենք ու շնորհք գտնենք պետք եղած ադեն մեզի օգնելու։ Եվ 5-րդ գլուխ 5-10 համարները այսպես կսե. Քրիստոս ոչ թե իր անձը մեծարեց քահանայապետը լալու, հաբա անիգա որ ըսավ իրեն տուն իմ որդիս ես, ես այսօր քեզ ծնա, ինչպես ուրիշ տեղ մնալ գսե տուն Հավիդյան քահանա ես Մելքիսեդեկի գարքին պես, որ իր մարմնին օրերը սաստիկ կոչումով ու արցունքով աղոթք եւ աղաչանք մատուցանեց անոր, որ կարող էր զինք մահվնե ազատել ու լսվեցավ իր բարեբաշխության պատճառով, թեպետ ինք որդի է,
այսին Աստուծո որդի, այսին թե պետք Աստված է, բայց իր չարչարանքներեն հնազանդություն սորվեցավ։ Երբ գադարյալ եղավ, բոլոր իրեն հնազանդողներուն հավիտենական փրկության բաժար եղավ ու Աստուծմե գոչվեցավ քահանայապետ Մելքիսեդեկին պես։ Ուրեմն Աստված ամենամդերիմ ձևով որ կարելի էր ինքնին նույնացներ մարդուն ռավ մարդ դարձավ կադարյալ ապրեցավ մերավ մեզի համար սորվեցավ հնազանդությունը չարչարանքները գրեց որբեսի մեզի համար դեղը ըլլա ուր մենք գրնանք իրեն հետ մեկ ըլլալ ինք գսկա մեզի գիտե մեր յուրաքանչյուրին մանրամասն դժվարությունները դգարությունները ինքը անցած է անանք դժվարությունները որ մենք չենք կրնար երևակայել որովհետև ինք սուրբ է եւ ինք հանցնարավ չարչարանքներ բադիջներ դարաբանքներ որբեսի մենք մեզի մեր արչև գնա եւ մեզի ես գիտեմ եթե ոչ բիչի կրնար ասել ես գիտեմ հիմա մարդ Աստված միությունը հաստատված է որ ուրիշ մեկը չեր կրնարնել ոչ մեկը չեր կրնարնել միան ինքը կրնարնել եւ ինքը հանցնարավ ուրեմն հիմա թուր մգա հիմա ջամփա մգա հիմա գղբանք մգա դեղ մգա հոնդեղ են գրնամ մտնալ եւ ինքը հոն է հիմա ինքը հերու չէ ինքը օդար չէ ինքը ուրիշ բան չէ ինքը ինձ մե է հիմա քեզ մե է հիմա մեզ մե է հիմա այսպես կսե Աստվածաշունչը անոր անունը Էմանուել պիտի գոչվի այսինքն Աստված մեզի հետ մեզ մեկը մեզի է մերիններեն է եթե գուզես Աստված գսե Եսային մեջ մի վախնար կանց ես քեզի հետ եմ այլևս գսե բողոսարկել թադաբարդություն չի գա Քրիստոս Հիսուսով եղողներուն եթե Աստված մեր կողմն է գսե շարունակության մեջ ով պիտի մեզի հագարակլա եթե Աստված մեզ մե է մենք իր մե ենք նույն արյունեն նույն ոսկորեն նույն ընտանիքեն նույն մարմինեն ով մեզի թեմ պիտի իլա եթե Աստված մեզ մե եղավ Եվ գսե Հիսուս ինք ես չեկա որբեսի աշխարհը տադեմ, հաբա որբեսի աշխարհը փրկեմ։ Եվ մեր պապակն է այսօր Աստուծո հրավիրել այդ ներկործության համար, որ ինքը գդարեց ոչ միայն մեզի փրկելու համար, այլ որբեսի այդ փրկությունը շարունակե որբեսի մենք այդ մդերիմ հարաբերությունը ունենանք իրեն հետ եւ աճինք իրեն հետ։ Փարք ինչպես Բողոս Արաքյալ գսե։ Հիմա քիդնալը ասամենը չի բավեր։ Պետք է ապրենք, պետք է իր ներկայությունը վայելենք։ Հիմա ես հոս եկած եմ, որովհետեւ այս բանին մեջ ներկայությունը վայելեմ։ Ես ացեզի վես, ոչ թե որ ես պիտի դամցեզի, ես եկած եմ որ միասին համացայնենք, որ մենք մեզի հիշեցնենք եթե գուզես եւ հրավիրենք Աստծո ներկայությունը աս իսկ բանին մեջ։ Okay? Ես եկած եմ առնելու, քեզմե գախյալ եմ։ Մեր հավատքով միասին եկած ենք, եթե ոչ մինագս ես կնեի դունս, դու կնե իր մինագը դունդ։ Բայց ես եկած եմ, որովհետեւ միասին իր ներկայությունը բերենք, որովհետեւ Հիսուս կսե որ 2-3 հոգի գահավաքվին եւ գահամացայինին իմ անունովս ես իրենց միջև գլամ եւ մենք գուզենք հանդիպիլ իրեն չի բավեր քիդնանք ասպաները գուզենք հանդիպիլ իրեն անորոմար գուզեմ որ այս բային ընթացքին գուզեմ քաչալերել ամենուս այս բային ընթացքին որ հրավիրենք իրեն ուզենք իրեն երբ որ գլսենք խոսքեր բարեր քիդնանք որ ասոնք անձնական բաներ են որ մենք պետք ունենք հիմա Աստուծո արչև խոստովանելու ուսելու եւ հրավիրելու իրեն նույն ձևով Ուրեմն ուզեմ նայենք ինչի գնմանի Աստծո ներկայությունը փերել ադեղին մեջ։ Ադեղը որ շատ անձնական է։ Ադեղը որ չենք բացվիր։ Գնալ տուն չափով մտածված ես որ ինձ մե ավելի է։ Եվ գնալ ես անբացված եմ չափով որ քեզ մե ավելի կամ ժամանակին բացված էի Աստծո հետ չափով որ հիմա գվնե ավելի էր։ Եվ հիմա այդ պետք ունի մատկան բացվելու չեմ գիտեր։ Տուն միան գիտես։ Տուն ուրես ես միան գիտեմ ես ուրեմ։ Բայց այս բահին գուզենք քիչ մը ավելի բացվիլ որբեսի քիչ մը ավելի խոր էր տանք ինքը ամենախորը կնաց գույսին արքանքը կնաց քերեզմանին խորքերը կնաց ամենախոր դեղը կնաց մեզի համար ուրեմն արևդուր չէ ինքը ամենախորը կացած է այնքան խոր ինչքան երկինքը եւ մեզի հրավիրած է հոն երրորդության մեջ հոր աչ կողմը իրեն այդ նստած երկնավորներուն մեջ ուրեմն մեզ մեկ ախյալի մենք ինչքան կբացվինք իրեն Գուզեմ որ երկու օրինակի մասին խոսիլ այսօր մեկը առաջինը որ գուզեմ առնել Աբրահամին օրինակն է 5 դագարանեն երկրորդը նոր դագարանեն օրինակը մի դառնեմ
Ուրեմն գուզեմ գարտալ Ծննդոց 18-րդ գլուխ Մեգեն 8 համարները նախ, որ երևյալը կգարտանք։ Գսե դերը երևցավ Աբրահամին Մամպրեի գաղնիներուն մեջ, երբ անիգա օրվան դակ ադենը վրանին թուրը նստեր էր։ Եվ իր աչքերը վերցուց նայեցավ, ահա 3 մարդիկ գայներ էին իրեն մոտ։ Ու երբ դեսավ զանոնք, վրանին թռնեն վազեց զանոնք թիմավորելու, ինչև քեդին ձրելով խոնարհություն հրավ եւ ասավ դերիմ Հիմա եթե շնորհք կդա քո արջևդ, գաղաչեմ քեզի, քու ծարայիդ բնակարանեն մի անցնիր։ Գաղաչեմ ցեզի, քիչ մչուր բերվի ու ոտքերնիդ լվացեք ու ծարին դակ հանգստացեք եւ բադարմը հաց բերեմ ու սրդերնիդ զորացուցեք, ետ կանցեք, քանզի ասոր համար ծեր ծարային կովեգակ։ Անոնք ասին ինչպես ասիր, այնպես ըրե։ Աբրահամ արդորալով տեբի վրանը Սարային կնաց ու ասավ շուտով 3 գրիվ Պարակ ալիր շաղե եւ շոթեր շինե եւ Աբրահամ վազեց արչարներուն ու մադղաշ ու աղեկ հորտ մարավ ու բադանի մդվավ անալ շուտով բادرաստեց զանիգա եւ գոքի ու գատ ու իր բادرաստած հորտը արավ եւ անոնց արչեւ դրավ ու ինք ծարին դակ անոնց կով գայնեցավ անոնք գերան շարունակենք հետո ուրեմն ինչ կգարտանք աստեղ Աբրահամ գսե Մամպրեի գաղնիներուն եւ Մամպրե դեսիլ կսել է դեսողության դեղը հոն ուր գրնաս դեսնել այլևս okay դեսողության դեղն է իր վրանին թուրը գեցած է թուրս կտիդե գսպասե եւ հազիվ գդեսնե 3 այցելուներ գվազե եւ գխոսի աստուծո հետ եւ ըստ երևույթին Աստված է որ իրեն գայցել է եւ ինք գաղաչե որ իր բնակարանեն չանցնին եւ իրենց ինքը ծարայե ինչ կբադայի աստեղը ասի առաջին անգամը չէ անշուշտ որ Աբրահամ հանդիպում ունենա Աստուծո հետ եւ առաջին անգամը չէ որ այսպես Աբրահամ վրան Աստված այս 3 բաները միասին կտեսնենք կտեսնանք Ծննդոց 15-ին մեջ նորեն Աբրահամ վրանին մեջ էր բայց այս անգամ կքանքադեր Աստուծո Խոստացար ինձի սերունդ, չի դվիր ինձի սերունդ, բզդիկ չունեցա, միան Դամասկոսցի Եղիազար իմ ծարաս գա, ասի իմ ժառանգորդս պիտի իլա, պամը չի կալեր գոր, չլար գոր, այսպես էր խոսակցությունը։ Եվ Աստված իրեն անդեղ հանդիպեցավ, իրեն թուրս հրավիրեց վրանեն, ասավ երկինք նայե, երկինքի աստղերը նայե, համրե եթե համրել գրնաս, ես քու սերունդդ կամ քու սերմդ Քուս բարը որ կործածված է սերունդ սերմդ ասել է քու սերմդ այս երկինքի աստղերուն բես պիտի ինեմ եւ գսե ադեղ Աստծո հավատաց Աբրահամ եւ իրեն արդարություն սեպվեցավ երկինքի աստղերը պետք ունենք հասկանալու որ իրենց ժամանակ ինչ կխորհրդանշեին իրենց համար երկինքի աստղերը երկինքի մեջի իրենց մտայնության մեջ երկինքի մեջի աստվածներն էին եւ գամ մենք գիտենք որ ինգած հրեշտակներ եթե գուզես որոնք իշխեին շատ մը ասկերու վրա, ինչպես Աստված արդոնած էր, ինչպես գարտանք պեն օրինած 32-ին մեջ, եւ ամեն այս հետանոց ժողովուրդները գուրքեր կամ դաջարներ գշինեին ատ մեկ աստղին ուղությամբ լա Վինեսը, լա Մարսը, որև իրենց համար անի շարժող երկինքին մեջ եւ երկրի վրայի բաները կառավարող իր Աստվածն էր։ Եվ Աստված ըսավ Աբրահամին, նայիր, ինչքան շատ են եթե գրնաս համրե Ես քու սերմդ քեզ մեկ ալիկը այսպես պիտի ինեմ, որ գխոսի անշուշտ բազմաբադգության մասին, որ անշուշտ գխոսի շադության մասին, բայց նաև գխոսի դեղի մասին, որ քու դեղդ հոն պիտի ըլլա, հոն ուր ես գիշխեի երկինքի մեջ հրեշտակներովս, որոնք ինգան, գարտանք հայտնության քիրքի մեջ 6-րդ գլուխ գսե թափտպեցան գսե այդ աստղերը երկինքի, ինգան թափտպեցան Այդ ըմպոստության բաժարով, որ Արուսիագին առաջնորդությամբ եղավ, եւ հիմա գսե քու դեղը թոմ պիտի իլլա։ Դու այսպես պիտի լա քու սերմդ, երկինքի աստղերուն պես, անշուշտ բազմաբադգված եւ այդ դեղը նստած։ Եվ Աբրահամ հավատաց։ Անշուշտ Աբրահամ ճամփորդութեն է անցավ, շատ բաներ է անցավ, շատ դժվարություններ է անցավ, օրինակ մգարտալու համար Ծննդոց 17-17-ին մեջը նորեն գտեսնես կսե Աբրահամ երեսի վրա ինգավ խնդաց եւ իր սրդին մեջ ասավ 100 տարեկան մարդուն զավակ պիտի ելա արդյոք
եւ Սարա, որ 90 տարեկան է, պիտի ծնանի, գխնդար, գուլար, գդաբգրդվեր, գչարչարվեր, որև գուզեր, գհավադար, գհուսար, բայց նույն ադեն իր մութ դեղին մեջ, իր խոր դեղին մեջ լման հաշտությունը չի եղած։ Բայց հիմա որ գարտանք 18-րդ գլուխին մեջ վրանին թուրն է արդեն։ Վրանեն դուրս կնայի գոր։ Այդ դեղը սուրբ եղավ այլևս։ Թուն քու մարմինդ, քու կյանքդ, քու վրանդ է։ Հոն որ Աստուծո գահանտիբիս։ Այդ դեղը ինչ կան գահանտիբիս, այդ կան ավելի սուրբ կլա, որև տուն գհրավիրես որ իրեն անդեղ գխոսիս որ իր հետ անդեղ ինքը գխոսի որ քեզի հետ անդեղ։ Հոն բաներ գլան գոր, հոն քու անձնական դեղիդ մեջ երթալեն ավելի գմտնա գոր ինքը, որև տուն գարդոնես որ մտնա։ Եվ շատ անգամ ցավալի գլա, շատ անգամ լալիք գլա, կեդին անալ գուլաս գխնտաս որտեղ չես կնար հավատալ, բայց նույն ադեն գհավատաս որ անոր ամարալ հոնեստեր։ Դեսիլքին դեղը մամպրեի գաղնիներուն մեջ գնայի գոր գսպասե գոր եւ հազիվ գտեսնա գվազե։ Հազիվ գտեսնա գվազե, որև գսպասե գոր անոր։ Գվազե իր դգարությունով։ Բայց կարևորը գվազե։ Ահոր բացմություն մգա, հիմա Սուրբ Գիրքը չսեր այդ հրաշքին մեջ որ Հիսուս ցուգ եւ հաց բազմապատկեց, բայց ես ասանք միշտ պատկերացուցած եմ, որովհետեւ ուրիշ ծև իմ դրամապանությանս չի հանդիպած, որ երբ որ Հիսուսը ասավ ինչ ունիք ցերկովը որ աս 5000-ին գերագրեք, ասին պամչունինք եւ գսասմյանս բադանի դղանգա աստեղ 2.5 ունի։ Հիմա աս բադանին օտը չեր բռնած, այսինքն աս բադանին անակ մչե որ ջանցված մեկն էր, ինչպես եղավ որ մի անգամ աս բադանին ցուցուց Անդրեասը։ Ես գավդամ աս դղան հոներ եւ երբ որ լսեց ասան գրա։ Ար ասի 5000 բիտ ար։ Okay։ Վազեց, իր հավատքով վազեց, չգեցավ։ Աբրահամ վազեց վրանեն դուրս, 3 հատ մարդ տեսավ գսե։ Այդ բարը որ կորզածված է 18-րդ անաշիմ բարն է եբրայերն, որ մարդը սել սովորական մարդ, 3 սովորական մարդ տեսավ, բայց ինքը Աստուծո տեսավ։ Ես ցունելայն կայանդեղ սովորական մարդ տեսնենք, բայց Աբրահամ Աստուծո տեսավ։ Եվ վազեց եւ խոսեցավ, եւ ասավ գաղաչեմ մի անցնիր իմ բնակարանես, իմ մարմինես, եւ անտություն ունիս։ Հաջիս այս բահին հիմա հոս որենք աս գեզ ժամը որ մնաց կամ ինչ որ մնաց Հիսուսի միցես մի անցնիր իմ մարմինես, մի անցնիր աս վրանեն, մի անցնիր աս բնակարանեն։ Հաջիս հոս կեցիր ասոր համար եկարտուն։ Քու պապակդ գիտեմ, ես քեզի կջանչնամ, դու մարդասեր Աստված ես, դու խաչվեցար ինձի համար։ Դու հարություն արիր ինձի համար, գփարեխոսես իբր մեծ քահանայապետ երկինքի մեջ կու Սուրբ ոգիով դիմա մի անցնիր այսօր հաջիս։ Ինչ ընեմ որ քիչ մնաս։ Նստիր հանգչիր, քեզի ջաշ բերեմ։ Վազեց բադանի ինքով, հորտը արավ, Սարայինը սավ շուտ բادرաստե հացը, աս կորձին վրա էր։ Շարունակենք այդ դեղը 18-րդ գլուխ, ուր որ գեցանք 9-րդ համարեն։ Եվ ըսին իրեն ուր է քու Սարա գինդ, եւ ինքը սավ ահա վրանին մեջ է։ Դերը սավ կալդարի անշուշտ քեզի պիտի դառնամ եւ ահա քու գինդ Սարա որդիմը պիտի ունենա։ Սարա մդիկ կներ վրանին թրանը մեջ, որ անոր յետևն էր։ Աբրահամ ու Սարա ձերացած էին ու օրերնին անցուցած եւ Սարայեն բաքսած էր գանանց օրենքին մեջ լալը։ Սարա իր մտքին մեջ խնդաց, ասելով ես բարավնալես յետքը զվարճություն պիտի ունենամ։ Արդեն դերը սալ ձերացած է։ Եվ դերը ասավ Աբրահամին, Սարան ինչու խնդաց ասելով միթե ես իրավցնե պիտի ծնանիմ, որ բարավցերեմ։ Դերոջ արչև դժվարին բան գա արդյոք։ Սահմանված ժամանակին կալդարի քեզի պիտի դառնամ ու Սարան որդիմը պիտի ունենա։ Բայց Սարա ուրացավ եւ ասավ չխնդացի։ Կանզի վախցավ։ Եվ դերը ասավ ոչ, խնդացիր։ Ինչ կան հրավիրած էր Աբրահամ իր կյանքին մեջ, որ ինքը եւ Սարան մեկ են, ասի դա հասկանանք, իր վրանն է, իր դունն է, քու ընտանիքը թե, քու մարմինը թե, քու մտայնությունը թե, քու աշխարհը թե։ Այո գբայքարեր, բայց դեղը հասած էր ուր այլևս կակատնագեդիմը հասած էր, ուր հրավիրեց եւ ճուզեց աղաչեց որ մնա Աստված հոն։ Երբ որ մենք արտոնություն տված ենք որ Աստված խոսի մեր կյանքին մեջ, մանրամասնորեն, խոր դեղը, ասանք բաներ գբադահին։ Հանտիմանել, մանտիմանել բաներ գլա։ Չի խնդացի, պամչերի, չէ, ըրիր։ Բայց արտոնություն դվեր ես, որ անանք պամը խոսի Աստված քու կյանքիդ մեջ։
Եվ ադոր հետևանքով քալդարի այս ադեն ուրեմն Աստված գխոսի գոր քալդարի այս ադեն բիդի ունենաս զավակ գհաստատե գոր բայց հաստատելը չի բավեր գոր նաև գխոսի գոր իր դգարության իր մութ դեղին իր խավարին հոն ուր ինք դագավին Աստուծո չհրավիրած որբեսի այդ դեղին մեջալ ինքը կդնա Աստուծո որովհետև ասիգա կորձընթացն է process-ն է ինչպես աստղերը գա գսե ասվաշունչը գա գսե զորավոր փայլող աստղ գա դգար փայլող աստղ եւ ամեն մեկերնից այնպես մեկը ամեն մեկը դեսակ մը պիտի ելլա մրցակցություն չեմ կաչալերեր գոր հիմա եթե կաչալերեմ գոր եթե Աստված գուզե կաչալեր թող կաչալերը բայց սածս որ աստիճան գա որ մենք երթալեն ավելի գզորանանք այսպես կսե արագացին մեջ Արագած 3:18 Արտարներուն ջամփան ձակող լույսի պես է ինչպես արևը գծակի արդու մութեն կամած գլուսավորվի գսե ձակող լույսի պես է որ երթալով գլուսավորվի մինչև գադարյալ օրը լա այսին կեսորը լա ուր լույս ամեն դեղ է գսե արտարներուն ջամփան այդպես է քու ցանկդ իմ ցանկս որ մենք որ արտարներ գոչված են Քրիստոսով մեր ցանկը մեր ցանկի մությունը այսպես է ձակող արևին պես եւ գամած գլուսավորվի մինչեւ կակատնագետին ասնի մինչեւ ինքը ետ կա մինչեւ մեր ցանկը վերջանա այլևս ուր հասած ենք ինչ կան ես ժամը 10-նոց եմ տուն ժամը 12-նոց ես ինձ մե ավելի պիտի վարիս Եվ անշուշտ Աստված իր խոստումը գադարեց եւ իրենց ձերության մեջ մեծ ուրախություն կդան եւ խնջի կրավ Աբրահամ տլպադելեն հետո Իսահակին եւ մեծ պաշտամունք եղավ Երկրորդ օրինակը որ գուզեմ առնել նոր գդագարանեն Ղուգաս 18:35-րդ համարեն գույր մուրացկանին հանդիպումն է Հիսուսին Գարտանք առաջին 35-ն 39 համարները Հիսուսի մասին գսե օրը երբ ինք Երիկովի գմոդենար գույրը ջամփունքով նստեր էր մուրալու Երբ լսեց բազմության անցնիլը հարցուց թե ինչ է ան Իրենսին թե Հիսուս նազովրեցին գանցնի Անալ աղաղագեց ու սավ Հիսուս որդի թավտի ողորմե ինձի Անոնք որ Արջևեն գերտային գհանտիմանեին զանիգա որբեսի լրե բայց անիգա ալավելի գաղաղագեր որդի թավտի ողորմե ինձի Այս մարդը գույր է իր աշխարհը մութ է բայց իրականության մեջ շատ ավելի լուսավորված է քան մյուսները որև գսպասե գոր հազիվ լսեց որ Հիսուսն է Դավիթին որդին, սպասված փրկիչը, Մեսիան, իր սրդին մեջ գսպասե որ Աբրահամին պես վրանին թուրն է, դեսիլքի դեղն է, ավելի կդեսնա որ քան մյուսները։ Հազիվ լսեց բորալու սկսա, որև իր բորալը միջոցն էր, որ հաղորդակցեր։ Եվ վազեց։ Մարդիկ կլրեցնեին իրեն, ինքը ավելի կբորար, որտեղ գիտեր որ կդա, ուրիշ բան այլևս իմաստ չունի, ուրիշ բան այլևս չարժեր։ Ինչ պիտի մերցեն ինձի, թող մերցեն ինձի, կդա իրեն եւ գբորար ողորմե ինձի շատ գեղեցիկ է շարունակության մեջ ինչ կսե 40-րդ համարին գարտանք Հիսուս գանք առնելով սահման հրավ որ զանիգա իրեն բերեն եւ երբ անիգա մոտեցավ հարցուց անորը ուսավ ինչ գուզես որ քեզի ինեմ անիգա ասավ դեր գուզեմ որ աչքերս սպասին Հիսուս ասավ անոր թող բացվին քու հավատքդ քեզ բժշկեց տուն քու տուն դեսար Ես չրի, տուն դեսար, տուն արդեն հավատացեր ես, տուն ես, որ գվազես գոր, ես եղա, ես խաչվեցա, ես հարություն արի, ես ըրի կորձը, տուն ես քու հավատքդ քեզ բժշկեց։ Ինչ ըսավ մուրացկանը, անգե առաջ ինչ ըսած էր, ներողություն 36 երբ լսեց սկսե բազմության անցնիլը
Հարցուց թե ինչ է ան, իրենցին Հիսուս նազովրեցին է որ գանցի անալ աղաղագեց։ Ուրեմն ճուզեց, ինչպես Աբրահամը ճուզեց, որ Աստված անցնի, սա մի անցնիր իմ բնակարանես, գույրնալ, սա լսեցն է որ Հիսուս գանցնի գոր, ճուզեց որ անցնի։ Ինչպես որ մենք կսենք, ճուզեց վրայեն երթա։ Գուզես Աստված վրայ է երթա։ Բողոս Արաքյալ կորձարակելոցի մեջ կարոզեր գոր, սա որ այսպես գրված է մարգարեություններուն մեջ։ Որ բանը բիտնեմ ծեր օրերուն, վեր թե մեկը ցեզի բադմե, բիդի չի հավատակ։ Չլատ է գսե Բողոս Արաքյալ իրենց, ատ խոսքը ցեզի բադահի, հա։ Ծեր վրայեն երթա։ Որ Հիսուսը որ ես հիմա կքարոզեմ գոր, այդ ավետարանը որ ես հիմա կքարոզեմ գոր, դուք չի հավատակ անոր եւ չի հավատալով անոր ծեր զանազան դեսագի սկացական շահերու եսի հբարդության բաժարով չլա թե վրանետ անցեմ ռաս խոսքը որ ես գցանեմ գոր հիմա եթե բնավ բռնես հավատքովդ ադիգա քուջագադակիրդ պիտի որոշի չլա թե վրայետ անցնի գույրը անանգսավ եւ որ լսեց բորած ճուզեց վրայեն անցնի ասի իր ինչպես որ գսեն անգլերենով once in a lifetime opportunity մեկ անգամվա իր արիտն էրգյանքին մեջ եւ շատ անգամ մեր յանքի մեջ մենք կփախցնենք արիտներ զանազան բաժարներով համար որ իրական չեն արժեր եւ վերջի 5 արդվա 5 նոց գելենք փոխանակ գեսորվա 12 նոց ելենք երբ որ ինքի հետ կա Հիսուս գանք արավ ասմարտուն համար Հիսուս գանք արավ սկանչելի է որ աս համարը որ գսե Հիսուս գանք արավ իրեն համար որև իրականության մեջ եթե նայես Աստված խաչին վրա գանք արավ Գիտես, ասիկա մարգարեական խոսքն է խաչին վրա բադահազին, որ բիտ բադահեր, որ Աստված բիտ մերներ, Հիսուս բիտ մերներ, ժամանակը գանք բիտ արներ, Աստված գանք արավ, երբ որ հեսուի մեջ ագարտանք, բադերազմ գլար գոր, լուսինը արևը գեցուց հեսուն, և թշնամին բարդվեցավ, և գսե ատ օրվան բես օր չէ եղած, ոչ աբիդի իլլա, ադի խաչելության օրն է, Աստված քեզի համար մերավ մեր վրային թող չանցնի ասիգա նույնիսկ եթե մենք կհավատանք Աստուծո եւ մենք մեզի հավատացյալ գսեբենք կամ իրապես հավատացյալ ենք Աստուծո զավակ ենք բայց ժամը կանինոց ենք ուրեմն եզրակացնելու համար Աստուծո հետ մագերեսային հարաբերությունը մեզի ոչ մեկ օգուտ չունի անպետք է պետք չի գա անի առաջին անգամ որ մեր խորը կնաց որովհետեւ մենք իրեն հետ խորը գլանք եւ այդ ներքին հարաճանքը որ մեր մեջ գա իրեն ջանչնալու իրեն բեսլալու իր հետ մդերիմ հարաբերություն ունենալու պետք չէ մենք խեղդենք կամ անդեսենք մենք շատ անգամ կնշմարենք բայց քիմը գա վճարելիք որ չենք ուզեր վճարել ադոր համար մեր վրա են գերտա մենք ինչքանով գրնանք իր հետ իր շնորհքով իր մեջ խնդրելով զորությունը իր հետ հարաբերությունը որև ճամփորդություն մնե լման ցանկ մնե որ ունենք մեր արժև ես չեմ ավադար որ աս բահին մեջ հիմա մենք մեկ անգամ են ուպ պիտի ունենանք Աստված գախարտություն պես բան չի է եւ դու մեկ անգամ են հասուն դառնաս ոչ ադոր համար մեզի ժամանակ դված է կյանք մը դված է գսավ ես սուրբ եմ դուք սուրբ եղեք ես գադարյալ եմ դուք գադարյալ եղեք ես գուզեմ 12 նոցը լաս գեսորվա 12-ին պես լման օր գադարյալ օր լույս խավար չի գա ադոր կանչած է մեզի նամակներու մեջ միշտ կգարտանք կսե դուք լույս եղեք լույսն է որ պետք է բաժնեցիք նա ինչ կսե գսե Հիսուս դուք աշխարհին լույսն եք գսե թող լուսավորվի ձեր լույսը մարդոց արչև գսե արդարները արևին բես պիտի փայլին իրենց հոր թակավորության մեջ իր դեղը որ գեցած է եւ մեզի հրավիրած է որ գղբվինք իր հետոն Միան ժամը 12-ի գեսորվա լույսի դեղն է, մենք է որ ետ գմնանք, ուշ գմնանք։ Ադոր համար Աստված իր խոսքով մեզի գհրավիր է գադարելության, սրբության, գադարյալ լույսի, ուր խավարը քոյություն չունի։
Եվ մեզ մեր յուրաքանչյուրը գիտեմ, որ ունենք մեր մարդահրավերները այդտեղ հասնելու համար, բայց այսօր պիտի հրավիրենք Աստուծո քիչ ավելի անտիներ տալու համար, որովհետեւ սատանային քիչ ավելի ծավծնենք, քիչ ավելի ծծնենք, որ մենք գրնանք, որտեղ ինքը ուժ չունի այլևս, բարդված է, ինգած է, թափտպած է, քետնի վրա եւ քետնին խորերը։ Մենք գրնանք, որովհետեւ քահանայապետ ունենք, մենք գրնանք, որովհետեւ համարձակությամբ գրնանք մոդենալ իրեն, մենք գրնանք, քանի ինքը գուզե մեզ մե ավելի, մենք գրնանք, որովհետեւ հիմա հոսենք կհամացայինենք միասին, որովհետեւ մենք որպես եկեղեցին իր մարմինը իրեն ունենք access, ունենք հասանելի, մենք ինքը մեզի համար հասանելի է եւ մենք գրնանք իր շնորհքը կործածել այսօր մեր օգուտին համար։